Բարի լույս, եթերում առավոտը շանթումն է, այսօր նոյեմբերի 7-ն է, ուրբաթ։ Նոյեմբերի առաջին աշխատանքային շաբաթն է արդեն ավարտվում։ Այսօր եւս մենք եթերում կլինենք առաջկա 2 ժամերի ընթացքում եւ հաստատ ձեր առավոտը կսկսվի բարձր տրամադրությամբ ու հագեցած, եթե այս ժամերն անցկացնեք հենց մեզ հետ։ Քիչ անց մեր եթերում կլինի Լիկա Մեսրոպյանը, ով կպատասխանի այս շաբաթվա ընթացքում մեր սոցցանցերին գրված հիմնական հարցերին։ Իսկ այս պահին լսենք լավ երաժշտությունից կավորվենք եւ վերադառնանք ու շարունակենք մեր ուղիղ եթերը։ Մենք լսեցինք հայ սուպերստար 6-ի մասնակից Մարիամի կատարումը եւ դա պատահական չէր, որովհետեւ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ 2 նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը, երաժիշտ Արմեն Զամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նոր
հումորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի ժամանակ։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Վստահ եմ, որ բոլորդ հետևել եք Սուպերստարին եւ վստահ եմ, որ բոլորդ կուզենաք ներկա լինել համերգին, այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը։ Իսկապես, բաց մի թողեք նաև մեր եթերի շարունակությունը, որովհետև այսօր ուրբաթ է եւ ինչպես խոստացել էինք երկուշաբթի, հենց այսօր Լիկա Մեսրոպյանը կպատասխանի մեր հեռուստադիտողին ամենաշատ հետաքրքրող հարցերին։ Իսկ հարցերն ուղղել եք Շանթ հեռուստաընկերության Facebook-յան եւ Instagram-յան էջերի, ինչպես նաեւ առավոտը Շանթումի եւ այսօր այդ հարցերը խմբագրած մենք կփորձենք Լիկայի հետ ստանալ բոլոր պատասխանները։ Ողջույն Լիկա։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչպես եք։ Հրաշալի միշտ, ինչպես միշտ։ Ինչպես միշտ։ Դեռ հասցրել եք արդեն ինչ որ մի բան պատրաստել, թե դեռ ոչ, օրեն է սկսվել։ Դեռ ոչ։ Իսկ ինչ արձագանքներ եք լսել այս մի քանի օրերի ընթացքում, ինչ Շանթի եթերում եք նաև։ Դրական արձագանքներ եմ լսել, շատ մարդիկ կան, որ ուրախացել են, որ ինձ կտեսնեն եթերում։ Ինձ թվում է նաև ուրախացել են շատ տնտեսուհիներ, ովքեր այս ժամերին այսպես կլանված ուզում են, որ այն համեխմորեղենները, որոնք կարող են ձեր պատրաստած ձևով փորձել նաև իրենք պատրաստել։ Ինչու՞ չէ, միգուցե բացահայտեն նոր տաղանդներ։ Հնարավոր է։ Մենք ունենք հարցեր, որոնք մեր հեռուստադիտողը հատուկ գրել է, որպեսզի ստանալ դրանց պատասխանները, եկեք միասին պարզենք։ Ուրեմն, ո՞րն է քո սիրելի բաղադրիչը, առանց որի քո տորթերը ուղղակի չեն ստացվի։ Իրականում կան երկու բաղադրիչներ, հետաքրքիր է դուք կգուշակեք, որոնք են դրանք համեմունքներ են եւ երկուսն են սպիտակ են, Վանիլին, մեկ, երկրորդը շատ կարեւոր համեմունք է հենց խմորների համար։ Աղ։ Այո, հետաքրքիր է։ Առանց աղի եւ վանիլի խմորները եւ ինչու՞ չէ կրեմը անհամ է ստացվում։ Իսկ օրինակ ալյուրը կարևոր չէ։ Եթե այդպես վերցնենք, ձունել է կարևոր, շաքարավազնել է Այսինքն որակը կարևոր։ մթերքների բնականաբար պետք է լինի բարձր։ բայց աղը բացահայտում էր, աղ, այսինքն ասեցիք անգամ կրեմների մեջ։ Այ մի հատ եկեք ինչ-որ մի հատ կրեմի հեշտ բաղադրիչով, այսպես բաղադրատոմս, որտեղ որ կա նաև աղ, որտեղ առաջին անգամ եմ ես լսում։ Այդպես շատ պրոֆեսիոնալ չեմ, բայց ինչքան որ ես եմ կարողանում անեմ, երբեք աղ չեմ օգտագործել։ Ցանկացած կրեմի մեջ կարող եք մի փոքրիկ աղ անել եւ գիտեք աղը ինչ է, աղը համերը ուժեղացնում է ավելի արտահայտիչ է դարձնում։ Պետք չէ այնքան աղ անել, որ աղիանա։ Մի փոքրիկ պտղոց, Մի փոքրիկ, պարզապես համերը ուժեղանում են։ Իսկ ինչ համերի համային համադրություններ եք ընտրում։ Գիտական մոտեցմամբ եք անում, թե ավելի աչքաչափով, ինչպես եք։ Ես աչքաչափով միշտ, ես երբ որ արդեն պատրաստի բաղադրատոմսը պետք է պատրաստեմ երկրորդ անգամ չեմ կարողանում։ Չեմ սիրում նույնը կրկնել։ Իսկ այդ կերպ խմորեղենների համերը չեն փոփոխվում։ Ես հատուկ եմ դա անում, որ փոփոխվեն, որ նոր բան առաջանա։ Հետաքրքիր է այս մոտեցման, բայց եթե օրինակ վաճառքի մասին ենք խոսում, այս դեպքում ենթադրենք ես ինչ-որ մի խմորեղեն հավանել եմ շատ, բայց հաջորդ անգամ գնում եմ այն եւ նույնը չէ։ Ես հենց կոնկրետ խմորեղեն վաճառքի ես ինքս չեմ պատրաստում։ Ես ստեղծում եմ որևիցե մի նոր բան եւ իհարկե ունեմ գլխավոր հրուշակագործ, մենք միասին ստեղծում ենք ինչ-որ մի նոր բան եւ արդեն աշխատողները պատրաստում են։ Իրենք իհարկե պետք է պահպանեն բոլոր բաղադրիչները։ Հաջորդ հարցը, որը մեր հեռուստադիտողը տվել է ձեզ, Լիկա։ Եթե պետք է տակ միայն մեկ խորհուրդ բոլոր սիրողական հրուշակագործներին, որը կլինի դա։ Մեկ խորհուրդ։ Ես մեկ խորհուրդով կարող եմ մեկ խորհուրդ տալ, որտեղ կունենաք բազում խորհուրդներ, հարյուրավոր խորհուրդներ, դա սովորել ինձ մոտ Lucky Online ակադեմիայում, այո, որտեղ իսկապես շատ խորհուրդներ կան։ Եվ պարտադիր չէ սովորելուց հետո դառնալ պրոֆեսիոնալ հրուշակագործ, այլ կարելի է պարզապես հիացնել ընտանիքի անդամներին։ Այո։ Հաջորդ հարցը, սա շատ այսպես դադամ հարց է։ Ինչպես հաղթահարել այն պահը, երբ տորթը չի ստացվում, բայց ստիպված պետք է շարունակել։ Հյուրերն արդեն ճանապարհին են։ Նման դեպքեր մեզ մոտ շատ է եղել, լինում է, որ մեկ էլ ինչ-որ մի բան չի ստացվում։
Ինձ համար կոնկրետ չտառը ժխտական գոյություն չունի։ Չի ստացվում հասկացողությունը, պետք է պարզապես չընդունես եւ պետք է այնքան անես, մինչեւ ստացվի։ Այսինքն չստացվել, նույնիսկ եթե թխում ես խմորը չի ստացվում, ապա դու կարող ես այդ չստացված խմորից պատրաստել մեկ այլ բան։ Այսինքն իմպրովիզը ամեն դեպքում միշտ աշխատում է։ Այո։ Հետաքրքիր է։ Իսկ եթե օրինակ սերուցքային կրեմը կտրվում է, այսպես ասած, ինչ անել, ինչպես փրկել։ Օրինակ ինձ հետ պատահել է նման դեպք, ինձ հետաքրքրում է ինչպես կարող էի ես փրկել։ Տեսեք, սերուցքը դուք չեք կարող փրկել, որովհետև սերուցքը երբ որ երկար եք հարում, առանձնանում է յուղը եւ կարագի դառնալու ճանապարհին է։ Այսինքն դուք արդեն յուղը առանձնացրեցիք, այստեղ փրկել էլ չկա, պետք է նորը պատրաստեք։ Բայց կարծեմ վաճառում են ինչ-որ վանիլինի պես, այսպես փոշիներ, որոնք լցնում ես եւ հավաքում է իրար վրա, այսպես ասած։ Կա նման բան։ Փորձել եք, կիրառել եք։ Ռուսերենա կոչվում զագուստիցիլ սլիվը, հայերեն խտացնող ինչ-որ հա։ Ես փորձել եմ, ամեն ինչ փորձում եմ, որպեսզի ծանոթանամ, բայց չեմ օգտագործում։ Այնտեղ, որտեղ կա ոչ բնական ինչ-որ հավելումներ, ես աշխատում եմ չօգտագործել։ Լիկա, հարցերը դեռ այսքանն էին, վստահ եմ, բայց հաջորդ շաբաթ էլ ավելի շատ ենք ունենալու, բայց մենք էլ ունենք շատ ու շատ հարցեր։ Ինձ կոնկրետ հետաքրքրում է մի հարց, երբ վերջերս շատ հաճախ հանդիպում ենք շատ մեծ գեղեցիկ առաջին հայացքից խմորեղենի, որոնք իրականում խմորեղեններ չեն, հա, դրանք մուլյաժն ասվածն են։ Այ գիտեք, առաջին հայացքից շատ գեղեցիկ է ու պատկերացնում ենք, որ ենթադրենք նույն հարսանեկան արարողությունների ժամանակ այդքան մեծ քանակությամբ միգուցե հնարավոր չէ այդ նույն տեսքով պատրաստել։ Բայց արդյոք դա նորմալ է, արդյոք դա միայն գեղեցկության խնդիր է, հա, անգամ տեղեր կան նշված, որ հանկարծ չխախտեն հարսն ու փեսան, տեղ է պարտադիր դա պիտի կտրեն, թե չէ կարող ուղղակի մուլյաժը կտրեն եւ մի ուրիշ իրավիճակ ստեղծեն։ Ինչպես եք այս հարցին մոտենում։ Շատ լավ հարց էր, ուրեմն ժամանակին, երբ որ մեզ տալիս էին, որ մենք ստեղծագործենք, որովհետև ինտերնետում դեռ չկային նմանատիպ տորտեր, մենք մտցրեցինք այդ մուլյաժ հասկացողությունը, որովհետև որոշում էինք, որ այ մենք կարող ենք շատրվան մտցնել տորտի մեջ, մենք կարող ենք այսպիսի մի բան անել, ինչ որ գնում էինք առաջ, հա, եւ այդ մուլյաժ հասկացողությունը մտավ որպես տրենդ եւ կամած մարդիկ սկզբից հիանում էին, ասում էին չեմ հավատում, որ սա տորտ է եւ այլն, բայց կամած մարդիկ սկսեցին արդեն հասկանալ, որովհետեւ արարողության ժամանակ տորտը կտրում էին, կարծես թե կտրում էին, հետո բերում էին դնում են սեղաններին, բայց տորտը դեռ կանգնած է եւ մարդիկ արդեն հասկացան, որ դա պարզապես արհեստական ինչ-որ մի դեկոր է։ Հիմա դա այլևս տրենդային չի, դա նույնիսկ ծիծաղելի է, երբ որ տեսնում ես ինչ-որ մի շինություն շենք է կանգնած եւ պլաստիկից։ Եթե մենք առաջ դա ծածկում ենք, հողարկում ենք սննդե մաստիկայով, որ ունենար տորտի տեսք, այսօր արդեն պլաստմասե տեսք ունի եւ արդեն տհաճություն է։ Եթե ցանկանում են հարսը, փեսան կամ ինչ-որ մի արարողության ժամանակ որևիցե մի գեղեցիկ դեկոր լինի, ապա թող դա լինի որպես դեկոր, բայց տորտը այլևս մարդիկ չեն ընդունում, մարդիկ հասկանում են, գիտակցում են եւ արդեն այդ հաճույքը, որ վաու, սա տորտ է, արդեն չկա, արդեն մարդիկ մոտենում են, տեսնում են ինչ-որ մի մակետ է կանգնած եւ այդ էֆեկտը վերջ, գաղտնիքը բացվեց։ Հանկարծ տրենդ է։ Եվ պետք չէ կիրառել, բայց հնարավոր է արդյոք օրինակ 400-500 հոգանոց հարսանիքի համար պատրաստել եւ գեղեցիկ եւ համեղ տորտ եւ դա իր ամբողջ ծավալով դրված լինի այդտեղ։ Բավական դժվար է, այո, հնարավոր է, որովհետեւ երբ որ մակետ հասկացողությունը չկար, մենք դա անում ենք տորտից։ Բայց հիմա նաեւ կան մասնագետներ, ովքեր մասնագիտացել են հենց մակետի վրա եւ տորտ արդեն մի քիչ վտանգավոր կլինի, այդպեսի շքեղ մեծ տորտ, հենց որպես տորտ պատրաստել։ Ինչ կլինի, կնստի իրար վրա։ Հնարավոր է փլվի, այո։ Պետք է խնդիրներից խուսափել։ Իսկ ինչ տրենդեր կան հիմա տորթերի մեջ, օրինակ հարսանեկան տորթերի մեջ, օրինակ ինչպիսի տորթեր են հիմա նորաձև, առանձին դրված, իրար վրա դրված, բրգաձև։ Հիմա շատ պարզ եւ հասարակ, այսինքն այդ միանգամից այդ շքեղությունից եկանք ավելի հասարակի, այսինքն կրեմապատ, կրեմը ոչ այդքան հարթ, երբ որ մենք ժամեր ենք ծախսում հարթեցնելու,
թեթև հարթեցված, վրան մրգեր կամ ծաղիկներ, մի հարկանի նեղ երկար կամ կլոր, այսինքն բավական հեշտացվել է այս թրենդը հեշտացրել է մեր գործը, բայց սրանից հետո ես միշտ մի քայլ 10 քայլ առաջ եմ նայում, սրանից հետո գալու է արդեն ոչ թե մակետները, ոչ թե այդ հեշտ տարբերակները, արդեն գալու են նորից միշտ հինը վերադառնում է, հա, վերջապես նորմալ տորթերի հարկերով։ Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ Իդեպ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, որ կարող են իրենք էլ ուղղել իրենց հարցերը մեր սոցիալական էջերում, Instagram-ում կամ Facebook-ում, Առավոտը Շանթումի եւ Շանթ հեռուստաընկերության էջերում իհարկե, եւ ձեր հարցերը գրեք, Լիկա Մեսրոպյանը յուրաքանչյուր ուրբաթ օր ուղիղ եթերում կպատասխանի ձեր հարցերում։ Իսկ շաբաթվա ընթացքում հետևեք Լիկայի պատրաստած շատ գեղեցիկ դեսերտներին, հետևեք բաղադրատոմսերին, չէ՞ որ այդ նույն բաղադրատոմսերով արդեն դուք էլ կարող եք տանը պատրաստել ձեր իսկ նախընտրած շատ համեղ խմորեղենները։ Դոլչե Լիկա, ցտեսություն։ Կհանդիպենք հաջորդ ուրբաթ ձեզ հետ։ Իսկ մենք շարունակենք մեր թողարկումը եւ հիշենք, որ հիմա ժամանակն է գովազդի։ Վերադարձանք գովազդից եւ շարունակելով մեր եթերը, եկեք ել ավելի դրական սկիզբ տանք ձեզ երաժշտությամբ։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր ուղիղ եթերը։ Շարունակենք թողարկումը եւ հիշենք, թե ինչով է առանձնանում օրացույցում նոյեմբերի 7-ը։ 1865 թվականի նոյեմբերի 7-ին ծնվել է Հովհաննես Աբելյանը, թատրոնի եւ կինոյի հայ նշանավոր գործիչ։ 1913 թվականի նոյեմբերի 7-ին ծնվել է Ալբեր Քամյուն, ֆրանսիացի նշանավոր գրող, արձակագիր, թատերագիր, փիլիսոփա, Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 1917 թվականի նոյեմբերի 7-ին Ռուսաստանում տեղի ունեցավ հոկտեմբերյան հեղափոխությունը։ 1940 թվականի նոյեմբերի 7-ին քամու հետևանքով փլուզվեց ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում գտնվող Կախովի կամուրջը։ 1941 թվականի նոյեմբերի 7-ին գերմանական ավիացիայի կողմից խորտակվեց Արմենիա ջերմանավը, զոհվեց մոտ 5000 մարդ։ 1967 թվականի նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ Եռանկյունի ֆիլմի պրեմիերան։ Ահա թե ինչեր են տեղի ունեցել հենց այսօր տարիներ շարունակ, իսկ հիմա ժամանակն է դիտելու եղանակը, իդեպ պետք է նշենք, որ կարծես թե եղանակը տաքանում է, այնպես որ ձմեռը այսքան է շուտ չի գալու մեզ հյուր։ Այո, նոյեմբերի 7-ից եղանակը շարունակաբար տաքանալու է, բարձրանալու է ջերմաստիճանը եւ Երևանում ցերեկը սպասվում է 17-ից 19 աստիճան տաքություն։ Ծանոթանանք եղանակի տեսությանը ավելի մանրամասն մեր տեսանյութում։ Եղանակային նորությունները շատ լավն են եւ շատ տրամադրող Արևն է եկել մեզ հյուր, դա նշանակում է, որ լավ տրամադրությունը ապահովված է։ Լավ տրամադրությունը կարող է ապահովել նաեւ հրաշալի երաժշտությունը։ Երաժշտություն Շանթի եթերում։
Մի քանի լուր Շանթի եթերում։ Գիտնականները զգուշացնում են, որ նոյեմբերի 7-ին սպասվում է տարվա ամենաուժեղ գեոմագնիսական փոթորիկը։ Մագնիսական փոթորիկները երկրի մագնիսական դաշտի ժամանակավոր եւ ուժեղ խանգարումներն են։ Փոթորիկները երկիր են հասել արդեն նախորդ գիշերվանից։ Եղանակային փոփոխությունների նկատմամբ զգայուն մարդիկ կարող են գլխացավեր ունենալ, քրոնիկ հիվանդությունները կսրվեն։ Հնարավոր բացասական ազդեցությունները նվազեցնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս քնել 7-ից 8 ժամ, խուսափել չափից մեծ ֆիզիկական ակտիվությունից, հատկապես ինտենսիվ մարզումներից, նվազագույնի հասցնել կոֆեինի, ալկոհոլի եւ ծանր սննդի օգտագործումը, ինչպես նաեւ ժամանակ հատկացնել հանգստին, թուլացնող վարժություններին եւ զբոսանքին։ Ահա այսպիսի հետաքրքիր նյութ, որը շատ կարևոր է, իսկ հիմա ժամանակն է պտտվել աշխարհի շուրջ։ Մի քանի փաստ այն երկրի մասին, ուր ուղևորվում ենք հենց հիմա։ 2008 թվականին ամերիկյան The Forbes հանդեսը հրատարակեց ամենալավ խոհանոց ունեցող երկրների ցուցակը, որտեղ Վիետնամը գրավում էր 3-րդ տեղը։ Վիետնամական խոհանոցը հայտնի է իր ինքնատիպությամբ եւ յուրահատկությամբ, ինչպես նաեւ այն օգտակար է առողջության համար։ Վիետնամական ամանորը ի դեպ կոնկրետ ամսաթիվ չունի, տոնակատարության օրը կախված է լուսնային տետ օրացույցից։ Վիետնամը բրնձի արտահանման ծավալներով աշխարհում գրավում է 2-րդ տեղը։ Այո, գնում ենք դեպի Վիետնամ, պտտվենք աշխարհի շուրջը։ Հարմար տեղավորվեք, միասին ճանապարհորդենք ու վերադառնանք։ Ճանապարհորդելիս մեզ մշտապես անհրաժեշտ է լինում խոսել հիմնականում անգլերեն, որովհետև գրեթե բոլոր վայրերում հասկանում են այդ լեզուն։ Դրա համար Սոնան հիմա մեզ կսովորեցնի, բայց քանի որ այսօրվա եթերը լինելու է առողջապահական, Սոնան կխոսի հիվանդությունների մասին անգլերենով։ Ամեն օր չես լսի այնպես, որ մի կորցրեք հնարավորությունը, եկեք խոսենք անգլերեն եւ տեսնենք, թե ինչ հիվանդությունների մասին է Սոնան այսօր մեզ անգլերեն բացատրելու։ Good morning guys! Վերսկսում ենք ձեր անգլերեն դասերը Շանթ TV-ի եթերում։ Ամեն երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին բաց չթողնեք իրական եւ հետաքրքիր անգլերեն սովորելու, անվճար սովորելու ձեր հնարավորությունը։ Ձմեռ է գալիս, օրերը ցրտել են, հիվանդությունները գլուխ են բարձրացնում։ Սովորենք մի քանի տարածված հիվանդություններ անգլերեն։ Անպայման գրիկ առնես, 5 անգամ էլ կկրկնես, որ հիշես ու հետագայում անհրաժեշտության դեպքում անպայման օգտագործես։ Ինչպես ասեն կոկորդի ցավ, ամեն երկրորդը հիմա դրանով է, չէ՞, տառապում սեզոն, sore throat, գրիպ, հարբուխ, flu, այրոց, այն որ մի բան ինչ ես ուտում ու ստամոքսը սկսում է այրել, իժոգա ես ընկնում, ժոգ, heartburn, սրտամկանի ինֆարկտ, heart attack, աստվածերուտանի, ուղեղի կաթված, ինսուլտ, stroke, ճնշում, blood pressure, փրշտալը, հազալը, հորանջելն էլ դու ասա։ Ես իհարկե շատ կուզեմ, որ այս ամենը մեզ պետք չլինի, որպեսզի ոչ մի հիվանդության մասին պետք չլինի խոսել ոչ հայերենով, ոչ անգլերենով եւ բոլորս լինենք առողջ։ Բայց պատրաստված պետք է լինել համենայն դեպս իրադարձություններ, որոնք կարող են յուրաքանչյուրիս հետ պատահել։ Բայց հիմա մենք պետք է դիտենք Գովաստ Շանթի եթերում եւ վերադառնանք ու որ ասել էի առողջապահական է լինելու մեր զրույցը, կիմանաք թե ինչի մասին էր խոսքը։ Վերադարձանք Գովազդից եւ մեր եթերում կլինի եւս մեկ երաժշտական դադար, այնուհետեւ կունենանք հյուրեր։ Երաժշտություն Շանթի եթերում։
Մեր հյուրն արդեն տաղավարում է եւ ինչպես արդեն ասացինք, այսօր մի տեսակ առողջապահական ուղղվածություն ունի մեր եթերը։ Նոյեմբերը ստամոքսի քաղցկեղի իրազեկման ամիսն է։ Բժիշկ ուռուցքաբան Նունե Կարապետյանի հետ հասկանանք դրա առաջացման, կանխարգելման ու բուժման հետ կապված իրականությունը եւ միֆերը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Սիրով, բժշկու, ինչ պետք է մարդիկ իմանան ստամոքսի քաղցկեղի մասին։ Անհրաժեշտ է իմանալ, որ ստամոքսի քաղցկեղը դա չորակ հիվանդություն է, որը առաջանում է ստամոքսում, եւ ամենակարևոր բանը թերևս, որ մեր հիվանդները պետք է իմանան, որ դա բուժելի հիվանդություն է, եթե հայտնաբերում ենք այն վաղ փուլերում։ Դրա համար շատ կարևոր է զգոնությունը եւ ուշադրությունը սեփական առողջության հանդեպ։ Որոնք են ստամոքսի քաղցկեղի մասին վկայող առաջին նշանները եւ ինչ պետք է անել նշանները զգալուց հետո։ Սա երևի ամենաբարդ խնդիրներից մեկն է, որի հետ մենք առնչվում ենք առօրյայում ստամոքսի քաղցկեղով բուժառուների հետ աշխատելիս, որովհետև ախտանշանները շատ ոչ սպეციფիկ են։ Դրանք են մաղձողության խանգարումները, վքնածության զգացումը, վախ, հագենալու սնունդով զգացողությունը, այրոցները, ախտանշաններ կարող են առհասարակ սկզբնական շրջանում չլինել։ Ու դրա պատճառով մարդիկ հազվադեպ են գալիս տվյալ գանգատների պատճառով օգնություն կամ ավելի ուշ են սկսում դրանք փնտրել եւ հաճախ կարող է բուժում ստանան ռեֆլյուքսների կապակցությամբ, գաստրիտի կապակցությամբ եւ ահա թե ինչու հաճախ ստամոքսի քաղցկեղի ախտորոշումը կարող է ուշանալ։ Իսկ այսինքն ինչպես պետք է հենց օրինակ ախտորոշումը ստանալ, որ դա ուռուցք է, որտեղից պետք է սկսել։ Որ հետազոտությունն է առաջնային։ Ամենակարևորը դա գանգատների դեպքում, հատկապես երբ որ գանգատները անընդհատ շարունակվում են, չնայած նրան, որ մարդիկ բուժում են ստանում, շարունակել հետազոտությունները, դիմել բժշկի եւ այդ հետազոտությունները կարևորագույն հետազոտությունը, որը որ մեզ կպատասխանի հարցին, արդյոք մենք ունենք այստեղ ուռուցք թե չէ, դա գաստրոսկոպիան է։ Դա հետազոտության մեթոդ է, երբ որ մարդիկ հատուկ սարք են կուլ տալիս եւ որի միջոցով մենք կարող ենք ստամոքսի ներսը հետազոտել եւ տեսնել։ Եվ անհրաժեշտության դեպքում կտոր վերցնել եւ հետազոտել այդ կտորը եւ հերքել կամ հաստատել ախտորոշումը։ Իսկ Հայաստանում որքանով է տարածված այս տիպը քաղցկեղի։ Իրականում ստամոքսի քաղցկեղը թե աշխարհում, թե Հայաստանում ամենահաճախ հանդիպող քաղցկեղների շարքում չէ։ Այստեղ մենք ավելի շատ ունենք վաղ ախտորոշման խնդիր եւ դժվար բուժելու խնդիր ուշ փուլերում։ Տարածվածության տեսակետից սա 5-րդ ամենահաճախ հանդիպող քաղցկեղն է կրծքագեղձի, թոքի, հաստաղու եւ պրոստատի քաղցկեղից հետո։ Նմանատիպ վիճակագրություն ունենք նաեւ ամբողջ աշխարհում։ Բայց բնակչության որ խմբերն են ամենառիսկային գոտում գտնվում։ Նախ եւ առաջ դրանք տղամարդիկ են եւ այո, տղամարդկանց ավելի բնորոշ է այս խնդիրը, քան թե կանանց եւ իհարկե ավելի բարձր տարիքի տղամարդկանց։ Այսօրվա դա է վիճակագրությունը եւ կան շատ պատճառներ։ Ծխախոտամոլությունը, որը ավելի տարածված է տղամարդկանց շրջանում, ալկոհոլի չարաշահումը, դրանք բոլորը ռիսկի խմբեր են, որ ավելի բնորոշ է տղամարդկանց։ Միգուցե հիմա շատ ֆեմինիստական հնչեմ, բայց դա ունի նաև ֆիզիոլոգիական առանձնահատկություն, որ որպես այդպիսին տղամարդկանց մոտ ամբողջ աշխարհում մենք ավելի հաճախ ենք տեսնում նմանատիպ ախտորոշում։ Ինչ վիճակագրություն ունենք մենք Հայաստանում այս հիվանդության հետ կապված, ենթադրենք տոկոսային հարաբերակցությամբ։ Որպես այդպիսին վիճակագրությունը, որը որ մեզ տալիս է NIH-ը, հայկական, ասում է, որ 2024 թվականին մենք ունեինք 400 ախտորոշված դեպք ստամոքսի քաղցկեղով, որպես այդպիսին ամենահաճախը տղամարդկանց մոտ 60%-ը տղամարդիկ էին ախտորոշվածների եւ հիմնական մասը 65-ից հետո են ախտորոշվել թե կանայք եւ թե տղամարդիկ։ Իսկ քանի տոկոսն է բուժվել։ Ունենք նման վիճակագրություն։ Ունենք մահացելիության մասին վկայող ցուցանիշներ։ Ստեղ թվերի մասին խոսելուց պետք է շատ զգույշ լինել, որովհետև պետք է հստակ հասկանալ, թե որ ենթախմբի մասին ենք մենք խոսում ստամոքսի քաղցկեղով պացիենտներին քննարկելիս։ Վաղ փուլերում, այսինքն առաջի եւ երկրորդ փուլում ախտորոշված պացիենտների առողջացման շանսերը շատ մեծ են եւ բուժված ձեր ասելով մարդկանց տոկոսային հարաբերակցությունը բավականին բարձր է։ Դժբախտաբար այն մարդիկ, ովքեր որ արդեն ուշ փուլերում են ախտորոշում եւ խոսքը գնում է 4-րդ փուլի մասին, տարածված հիվանդության մասին, երբ բուռցքը դուրս է գալիս ստամոքսից եւ տարածվում է այլ օրգան համակարգեր, օրինակ լյարդ, որովայնամիզը դա թախանդ է, որը որ պատում է որովայնու մռակաբոլոր օրգանները։ Այս դեպքերում առողջացման շանսերը բավականին ցածր են, շատ ցածր։
Իսկ որն է հիմնական բուժումը ստամոքսի քաղցկեղ ունեցող մարդու համար։ Այստեղ մեծապարտությամբ պետք է ասեմ, որ վերջի տարիներին բժշկությունը բավականին առաջ է գնացել թե աշխարհում եւ թե Հայաստանում եւ եթե անցյալում մենք ունեինք շատ ավելի սահմանափակ գործիքակազմ, այսօրվա օրով գործիքակազմը բավականին հարստացել է, ինչը մեծ շանսեր է տրամադրում առողջացման եւ արդյունավետ բուժման տարբերակներ առաջարկել մարդկանց թե վաղ փուլերում եւ թե ուշ փուլերում։ Ամենառուտին մեթոդները, որ կիրառվում են, դա վիրահատական բուժումն է, դա դեղորայքային բուժումն է։ Դեղորայքային բուժումը իրենից կարող է ներառել քիմիաթերապիա, թիրախային թերապիա, իմունոթերապիա, եւ երբ ես ասում եի առաջընթացի մասին, ես խոսում եի հենց թիրախային թերապիայի կոնցեպտի եւ իմունոթերապիայի կոնցեպտի մասին, որոնք որ շանսերը մեծացնում են մարդկանց արդյունավետ բուժում ստանալու ուշ փուլերում։ Ինչպես նաեւ այստեղ ունենք ճառագայթային թերապիայի մոտեցում, որը որ կարող է կիրառվել վիրահատություններից հետո։ Ինչ խնդիրների են օրինակ բախվում այն մարդիկ, ովքեր որ պետք է ճիշտ ախտորոշում ստանան։ Սա շատ ակտուալ խնդիր է եւ այն ակտուալ է թե աշխարհում եւ թե Հայաստանում։ Նախ եւ առաջ դա վախն է։ Հաղթահարել վախը եւ գնալ բժշկի եւ հետազոտվել եւ իմանալ, որ դու ունես խնդիր, որովհետեւ շատ հաճախ երբ մեր բուժառուների հետ շփվում ենք, իրանք ունենում էին մտքեր ի սկզբանե, իսկ եթե իմ մոտ ինչ-որ բան այն չէ, իսկ եթե իմ մոտ ինչ-որ վատ բան գտնեն։ Այսինքն առաջի քայլը դա վախը հաղթահարելն է։ Այդ վախը մեր բուժառուներին կարող է ամիսներով, եթե ոչ տարիներով հետ պահել բուժօգնություն փնտրելուց։ Եվ դա ամենամեծ սխալն է, որովհետեւ եթե մենք դա հայտնաբերենք շուտ, առողջացնելու շանսերը, ինչպես ասեցի, շատ մեծ են։ Եվ հակառակը ուշ փուլերի մասին։ Երկրորդը դա ժամանակատարությունն է։ Ինքնին անգամ երբ որ պրոդուկտիվ եւ արդյունավետ կազմակերպում ես այդ ախտորոշման բոլոր էտապները, քաղցկեղի ախտորոշումի ժամանակ է պահանջում։ Եվ մարդկանց թվում է, որ 1, 2, 3 գնացինք բժշկի եւ ախտորոշումը պետք է լինի, բայց ընթացքում բազմաթիվ հարցեր են ծագում, բժշկական հարցեր եւ լրիվ նորմալ է այդ հարցերի առաջացումը, որոնց պատասխան է պետք եւ այդ պատասխանը մի հոգի չի կարող տալ։ Դա գաստրոսկոպիստն է, էնդոսկոպիստը, դա բժիշկ ուռուցքաբանն է, դա վիրաբույժն է, դա ճառագայթային թերապևտն է, դա ռադիոլոգն է, ով որ պատկերավորման նկարներ է անում հասկանալու համար տարածված է հիվանդությունը, թե ոչ, եւ պացիենտները ստիպված լինելով շրջել այդ բոլոր մասնագետների մոտ շատ հոգնում են եւ տևողությունը ախտորոշման կարող է ձգվել եւ անգամ ամիս տևել։ Ու նման դեպքերում մարդիկ հուսահատվում են, կարող են թողնել այդ ամեն ինչը եւ չզբաղվել դրանով, բայց ճիշտ է հասնել ամենավերջին եւ լինել հետեւողական։ Եվ իհարկե ամենաակտուալ խնդիրը դա ֆինանսական խնդիրն է, որովհետեւ մինչեւ ախտորոշումը ստանալը պացիենտները ստիպված են իրենց հետազոտությունների համար վճարել։ Երբ որ ախտորոշումը չորակ հիվանդություն դրվում է, պացիենտները կարող են օգտվել պետական պատվերի շրջանակներում ֆինանսավորումից եւ կարծում եմ այս խնդրի լուծումը մեզ շատ օգտակար կլինի այս տեսակետից բուժապահովագրության հարցը, որը որ այս պահին լուծվում է։ Լավ, այն նշեցիք, որ երբ որ արդեն ախտորոշումը հստակ է, նոր այդ ժամանակ կարող են օգտվել պետպատվերից։ Ինչն է հաջորդականությունը, օրինակ ինչից են օգտվում, վիրահատությունից։ Այո։ Դեղորայքային բուժման որոշ մասը կոմպենսացվում է պետության կողմից, այդտեղ շատ կարևոր է, որ ասել որոշ մասը հիվանդանոցային պայմաններում բուժում ստանալն է, որը որ ֆինանսավորվում է պետության կողմից։ Իսկ օրինակ ճառագայթում։ Այո, բայց քիմիոթերապիայի դեղերը պետք է ձեռք բերեն։ Նայեցեք։ Կա ցանկ, որը որ նախարարության կողմից հաստատված է եւ կարող է տրամադրել, եւ եթե բուժ հաստատությունը, որը որ լիազորված է պետական պատվերի շրջանակներում բուժում տրամադրելու, կարող է այդ դեղորայքը տրամադրել։ Բայց հենց դեղորայքի տեսակետից այս ցուցակը չեմ ասի, որ փոքր է, այն փոքր չէ, բայց մեզ պետք է ավելին։ Բայց լայներ չէ։ Հիմա ես չեմ ուզում մեր զրույցը այնպես լինի, որ թեկուզ փոքրիկ ախտանիշներ ունեցող մարդիկ վախենան եւ ուզում եմ ձեր ուղերձ այսպես ասած հղեք հեռուստադիտողին, որպեսզի նրանք չվախենան ստուգումներից նախ եւ առաջ, իսկ հետո աստված չանի, բայց եթե նույնիսկ հայտնաբերվել է որևէ մի ուռուցք ստամոքսի, ամեն դեպքում նրանք շարունակեն պայքարել, որովհետեւ ամեն դեպքում այո, բուժում կա։ Շատ կարևոր է ձեր զգոնությունը, ձեր ուշադրությունը, ձեր առողջության հանդեպ։ Եվ ինչքան բարձր է մեր պատասխանատվությունը մեր առողջության համար, մեր հարազատների առողջության համար, այնքան ավելի հավանական է, որ մենք իր վիճակի կլինենք adekvat բուժօգնություն ստանալ։
այնպես որ հարգելի հայրենակիցներ, գանգատների, խնդիրների առկայության դեպքում երկմտեք եւ անպայման դիմեք բժշկի, իսկ եթե ձեզ թվում է, որ ինչ որ բան այն չէ կամ արդյունավետ չի անցնում, հաստատ արժի երկրորդ եւ երրորդ կարծիք հարցնել եւ գտնել բոլոր հարցերի պատասխանները, որոնք ձեզ հուզում են, թե ինչու ինչ որ ձեր առողջականը ձեզ չի բավարարում եւ ձեր գանգատները չեն անցնում։ Այ խոսում ենք անդադ այն մասին, որ հիվանդությունը բուժելի է, բայց ցավոք սրտի մինչ այսօր մահացու դեպքերը շատ են։ Այստեղ ինչն է խնդիրը, ինչ բախում է տեղի ունենում։ Ոնց ասեցինք, վաղ ախտորոշումը դա բանալին է, արդյունավետ ստամոքսի քաղցկեղի բուժումը կազմակերպելու համար։ Վաղ ախտորոշում կազմակերպելու համար շատ կարևոր է մարդկանց գոնությունը եւ տեղեկացվածությունը գանգատների մասին։ Նաև շատ կարևոր է բոլոր վնասակար սովորությունների դեմ պայքարելը։ Խոսքը գնում է ծխախոտամոլության, ալկոհոլը չարաշահելու մասին, որովհետև տվյալ խմբերը ավելի բարձր ռիսկի տակ են գտնվում, ովքեր որ ունեն նմանատիպ խնդիր։ Ամենաիդեալական տարբերակը դա սկրինինգային ծրագրերի կազմակերպումն է։ Ցավոք, այսօրվա օրով սկրինինգային ծրագիր ստամոքսի քաղցկեղի վաղ ախտորոշման համար որպես այդպիսին թե աշխարհում, թե Հայաստանում ներդրված չէ։ Միակ երկրները, որոնք որ ունեն սկրինինգային ծրագրեր ստամոքսի քաղցկեղի համար, դա ասիական երկրներն են։ Եվ պատճառը այն է, որ ասիական պոպուլյացիայում տվյալ խնդիրը շատ ավելի տարածված է, քան թե մեզ մոտ, եւ դրա համար իրանք ներդրել են այդ սկրինինգային ծրագրերը։ Իդեալական կլինի, որպեսզի արվեն հետազոտություններ, որոնք որ մեզ կօգնեն հեշտ ճանապարհներով հասկանալ որն է պոպուլյացիայի այն հատվածը, որը որ առավել բարձր ռիսկի խմբում է, մենք նույնպես խոսում ենք տղամարդկանց մասին, միջինից բարձր տարիքի տղամարդկանց մասին, ծխախոտ օգտագործող տղամարդկանց մասին, այն մարդկանց մասին, ովքեր ընտանիքում ունեն բազմաթիվ ստամոքսի քաղցկեղի դեպքեր, միգուցե դեպքեր, որոնք որ այո, վաղ ձեր թույլտվությամբ այս հարցնել կուզեմ անդրադառնալ, վաղ տարիքում ախտորոշված դեպքեր եւ հենց իրենց առաջարկել սկրինինգային ծրագրեր, որպեսզի դա լինի արդյունավետ եւ հնարավոր իրականացնել, որտեղ որպես այսպեսին սկրինինգը, որը որ մենք պիտի առաջարկենք, դա գաստրոսկոպիան է, ինչպես այն քննարկեցինք, որը որ բոլորին անելը ուղղակի իրատեսական չէ։ Ինչ վերաբերվում է գենետիկային, գենետիկ նախատրամադրվածությունը ստամոքսի քաղցկեղի դեպքում այն շատ տարածված չէ։ Եվ եթե մենք չենք խոսում ասիական պոպուլյացիայի մասին, մեր պոպուլյացիայում այն կարող է դեպքերի ընդամենը 1-2% կազմել, որը որ շատ փոքր է։ Զգոնությունն պետք է այն մարդկանց, ովքեր որ տեսնում են ընտանիքում 2 եւ ավելի դեպքեր ստամոքսի քաղցկեղով ախտորոշվածների, եւ այն դեպքերը, երբ հարազատները ախտորոշվում են շատ վաղ տարիքում, որտեղ ինչպես նշեցինք, ռիսկի տակ են միջինից բարձր տարիքի անձինք։ Երբ որ ստամոքսի քաղցկեղը ախտորոշվում է 20 տարեկանում, 30 տարեկանում, դա կարող է ազդարարող նշան լինել, որ որոշակի նախատրամադրվածություն կա ժառանգական եւ ընտանիքի մնացած անդամները պետք է զգոն լինեն։ Իսկ ինչպես մյուս քաղցկեղային հիվանդությունների դեպքում, այս դեպքում եւս կա որոշակի տարիքից հետո թեկուզ տարեկան հետազոտությունների քանակ, որոնք պարտադիր են անցնել, որպեսզի վաղ ախտորոշումը լինի։ Ոնց ասեցի, սկրինինգային ծրագիր, ձեր ասած պարտադիր հետազոտությունների ցանկ, որպես այդպիսին ծրագիր մշակված չէ, այսինքն ինչ որ ջեներիկ ռեկոմենդացիա տալ այս դեպքում սխալ կլինի իմ կողմից։ Եթե կա խնդիր, ի սկզբանե օրինակ հելիկոբակտեր պիլերիով պայմանավորված գաստրիտներ կան, հատուկ գաստրիտների տեսակներ, որոնք որ ռիսկ են բարձրացնում ստամոքսի քաղցկեղը զարգացնելու, հենց այդ խնդիրները ախտորոշման պահից։ Որպես այդպեսին ինչ որ ընդհանուր թիվ ասել 55-60 տարեկանից հետո այո, բայց երբ որ մարդ ունի խնդիր, չի ծխում, չի խմում, արդյոք այդ մարդկանց արժի անընդհատ գաստրոսկոպիաներ անցնել, չէ։ Այսինքն սա շատ սպეციფიկ խմբեր են, որոնց պետք է շատ ուշադիր նայել։ Ամենայն դեպս անընդհատ խոսելով տարբեր հիվանդություններից նորից ու նորից գայս ենք այն եզրակացության, որ պետք է անընդհատ ուշադիր լինել եւ հետազոտվել վաղ ժամանակահատվածում, այսինքն երբ որ արդեն ինչ որ բան նկատում ես եւ գրեթե հնարավոր է ամբողջությամբ բուժվել, ինչպես ասեց բժշկուհին։ Ինչքան վաղ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զրույցի համար։ Մենք շարունակենք մեր եթերը, դիտենք գովաստ եւ վերադառնանք, մնացեք մեզ հետ։ Մենք վերադարձանք, իսկ հիմա ժամանակն է լսելու լավ երաժշտություն, հետ գալ եւ շարունակել, քանի որ այսօր եւս ունենք հետաքրքիր հյուրեր եւ հետաքրքիր թեմաներ, որոնց շուրջ պետք է զրուցել։ Մնացեք Շանթի հետ։
Վերադարձանք եւ ասենք, որ նոյեմբերի 8-ը ռադիոլոգների օրն է, մարդկանց, ովքեր համարվում են ժամանակակից բժշկության աչքերը։ Ռադիոլոգիան կամ ճառագայթային ախտորոշումը բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից է։ Մասնագիտությունը մշտապես զարգանում է հնարավորություն տալով փրկելու միլիոնավոր կյանքեր։ Մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Յոլիանի արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժնի ղեկավար Մարտին Նուբարյանը։ Բարի առավոտ։ Բարև ձեզ, ողջույն։ Մենք նախորդ շնորհավորենք ձեր տոնը, քանի որ Շատ շնորհակալ եմ։ Եվ ըստ ձեր պատկերացմամբ ովքեր են ռադիոլոգները բժշկության մեջ։ Նախ օգտվելով առիթից թույլ տվեք ես էլ շնորհավորեմ գոլեգաներիս, բոլոր ռադիոլոգներին մեր տոնի, մեր մասնագիտական տոնի արդիվ։ Ռադիոլոգները շատ ճիշտ նշեցիք, որ եթե բժշկագիտությունը համարենք մի ամբողջ օրգանիզմ, որը պայքար է մղում առողջության համար, հիվանդության դեմ, ապա ռադիոլոգները հանդիսանում են հենց այդ օրգանիզմի աչքերը, որովհետև բոլոր մասնագետները, երբ կարիք ունեն տեսնելու, թե ինչ է կատարվում բուժառուի օրգանիզմում, դիմում են ռադիոլոգի օգնությանը։ Ու ռադիոլոգների դերն է այստեղ մեծ, որպեսզի տեսնեն, կարողանան գնահատել, ճիշտ պատասխանել հարցերին, թե ինչ փոփոխություններ կան բուժառուի պացիենտի օրգանիզմում։ Բայց նաև մի ուրիշ կողմ էլ ունի, երբ առաջինը դուք եք հետազոտում, բնականաբար դուք եք տեսնում, եթե այն վատ լուր է, պարտավոր եք հայտնել, եթե անգամ այն լավ լուր է, դուք դառնում եք այդ հիվանդության բարի կերպարը, իսկ այս մասը դժվար չէ։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, շատ հետաքրքիր, որովհետև շատ նուրբ զրույց պետք է ունենալ բուժառուի, պացիենտի հետ այդ պարագայում։ Շատ ճիշտ նշեցիք, եթե դուք լավ լուր եք հայտնում, մեր ազգաբնակչությունը սիրում է, չէ՞, լավ լուրեր լսել, այո, բարին լսել, լավը լսել, իսկ հակառակն էլ չի ուզում ընդհանրապես լսել, բայց այստեղ պետք է լինել այն մարդը, որ ոչ թե դատավճռի տեսքով ասել, շատ նուրբ հոգեբանական պահ է, հա, ոչ թե դատավճռի տեսքով մատուցել դա մարդուն, այլ հնարավորինս մանրակրկիտ, հնարավորինս ընդունելի ու ըմբռնելի տվյալ մարդու համար ներկայացնել այն փոփոխությունները, որոնք կան իր օրգանիզմում, իհարկե հնարավորության դեպքում նաև հուսադրել դեպի լավին, դեպի պայքարի, այսպես ասած, ինչու ոչ, որ հաղթահարելի են հիվանդությունները այժմյան բժշկության, շատ զարգացած բժշկության օրերում, որպեսզի ինքն էլ ճիշտ տրամադրվի, ճիշտ տրամադրվածությամբ, ճիշտ հոգեվիճակով դուրս գա քո աշխատասենյակից։ Որպեսզի մեր հեռուստադիտողի համար մի փոքր ավելի պարզ լինի ամեն ինչ, խնդրում եմ ասեք, թե որ գործիքային հետազոտությունների մասին է ռադիոլոգիան։ Ռադիոլոգիան դա բոլոր այն հետազոտություններն են, որոնցում օգտագործվում են ճառագայթային մեթոդներ։ Հիմնականում ճառագայթային, հիմա ավելի լայն հասկացություն է ռադիոլոգիան, ամենաառաջինը, ինչու է հենց նոյեմբերի 8-ը ռադիոլոգների օրը, որովհետև հենց այդ նույն օրը ռենտգենը հայտնաբերեց այդ հայտնի ճառագայթները, Վիլյամ Կոնրադ ռենտգենը, որոնք հետագայում անվանվեցին հենց իր պատվին, ամենաառաջին, սկզբից եկող հետազոտությունը դա ռենտգենոգրաֆիան, ռենտգենոսկոպիաներն են, հա, ժողովրդի լեզվով ասած ռենտգենը, որոնք բավական լայն կիրառություն ունեն, հենց այդ նույն ճառագայթային մեթոդի շարունակություն որպես ու ավելի կատարելագործված տարբերակը հանդիսանում է համակարգչային շերտագրությունը, որը էլի օգտագործելով ռենտգեն ճառագայթները կարողանում է եռաչափ պատկերներ ստանալ շատ ավելի մանրակրկիտ ու ավելի լայն հետազոտություն կատարելու համար։ Ուլտրաձայնային հետազոտությունների մեթոդները, որոնք արդեն այստեղ օգտագործվում են գերձայնային ուլտրաձայն, հա, հենց դա է նշանակում, գերձայնային այդ հաճախականությունները օրգանիզմից պատկերներ ստանալու համար եւ նրանք արդեն հետազոտելու, դիագնոզ ստանալու համար, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան, որը արդեն օգտագործում է մագնիսական դաշտի ստեղծած հնարավորությունները պատկերներ ստանալու համար եւ բազմաթիվ այլ հետազոտություններ, պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա եւ այլ բազմաթիվ հիբրիդային նույնիսկ, այսինքն միախառնված հա տարբեր հետազոտություններ։ Իսկ մի փոքր կիսվեք մեզ հետ, թե որ սարքի հեղինակն է հայ։ Մենք հա, իհարկե, Ռայմոնդ Դամադյանի մասին եք հարցնում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի հիմնադիրներից մեկն է հանդիսանում ու իհարկե հենց մեր ռադիոլոգներիս համար էլ, հայ ռադիոլոգների համար հատկապես, իհարկե մեծ հպարտության առիթ է սա։ Ոչ միայն ռադիոլոգ
ռադիոլոգների, չէ՞։ Մեզ համար նույնպես։ Իհարկե։ Պացիենտների համար շատ հաճախ այսպես հասկանալի չէ, թե իրենց հիվանդությանը դժվար ճանապարհին ինչպես են պայքարելու եւ նաեւ ինչ դեր ունի ռադիոլոգը։ Եկեք մի փոքր այս մասին խոսենք եւ արդյոք դուք հիվանդության այդ բուժման ընթացքը նույնպես անցնում եք բժշկի, պացիենտի հետ միասին։ Իհարկե, շատ կարևոր միասնություն է դա բուժման ընթացքում, հատկապես օրինակ այնպիսի կենտրոններում, ինչպիսիք մերն են, որտեղ բուժում են ստանում արյունաբանական, ուռուցքաբանական խնդիրներով պացիենտներ, ում բուժումը սովորականից, այլ ինչ-որ պաթոլոգիաների հետ համեմատ փոքր-ինչ ավելի երկար է ու ռադիոլոգիական հսկողությունն էլ այդ ընթացքում ավելի հաճախակի է կատարվում, քան կարող են կատարվել օրինակ այլ պաթոլոգիաների ժամանակ ու մշտական կապը հենց այստեղ է լինում պացիենտի, բուժող բժշկի, այսինքն կլինիցիստի, իր բուժող մասնագետի ու ռադիոլոգի, որովհետև ամբողջ բուժման ընթացքը, ամբողջ բուժման գնահատումը, բուժման ավարտից հետո, լավ արդյունք ստանալուց հետո այդ ձեռքբերման, այսպես ասած, պահպանումը եւ այլն, ամբողջը կատարվում է ռադիոլոգիական եւ իհարկե ուրիշ այլ, լաբորատոր եւ այլ գործիքային հետազոտություններով, բայց ռադիոլոգների դերը այստեղ շատ մեծ է, իհարկե ամենասկզբում դիագնոզելու, ճիշտ ուղու վրա տանելու ախտորոշման ճանապարհը, այնուհետեւ երբ որ կա հստակ ախտորոշում, սկսում ենք բուժման ընթացքում կոնտրոլի, բուժման արդյունավետության գնահատման եւ հետագա արդյունքների պահպանման համար։ Բոլոր երեքի կապն է շատ կարևոր, եւ պացիենտ ռադիոլոգ, եւ պացիենտ կլինիցիստ, եւ կլինիցիստ ռադիոլոգ։ Սակայն կարծես թե ռադիոլոգիան միայն հիվանդությունը բացահայտելու եւ ախտորոշելու համար չէ։ Արդյոք այն կանխարգելում է որոշ հիվանդություններ։ Որպես այդպիսին կանխարգելիչ մեթոդ չէ, չես ասի ուղիղ իմաստով ռադիոլոգիային, որովհետև օրինակ կանխարգելիչ մեթոդներ են վակցինացիաները, պատվաստումները, բայց ինչ մեծ կարևոր դեր ունի ռադիոլոգիան, որ ասում ենք, չէ, բժշկության մեջ բոլորս միշտ պնդում ենք, որ կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը, կամ ցանկացած պաթոլոգիաների բուժումը ավելի արդյունավետ, հեշտ ու կարճ ժամանակ է պահանջում, այն դեպքում, երբ ժամանակին է դիագնոզվում ու դիագնոզվում է վաղ փուլերում։ Այստեղ է կարևորությունը լինում ռադիոլոգիայի, որպեսզի կարողանանք հիվանդությունները ամենավաղ փուլերում տեսնել, գնահատել, ախտորոշել, ճիշտ ուղղորդել պացիենտին համապատասխան մասնագետների մոտ, որպեսզի հնարավորինս կարճ ժամկետում ստանա adekvat ու օպտիմալ բուժում ու ազատվի այդ հիվանդությունից։ Եկեք խոսենք նաև ռադիոլոգիական միֆերի մասին, որոնք որ շատ են, հաճախ լսում ենք, երբ ասում են, որ տարվա մեջ 2 անգամից ավել ռենտգենի չի կարելի գնալ, ճառագայթում է եւ այլն։ Արդյոք սրանք միֆեր են, թե կան այդպիսի կանոններ, որոնցով որ դուք եք շարժվում։ Անպայման, իհարկե կան կանոններ, որոնք անպայման պահվում են բժիշկ մասնագետների կողմից, ճառագայթաբանների կողմից։ Շատ ճիշտ նկատեցիք, հենց ռենտգեն ճառագայթումների վերաբերյալ, որ այո, ռենտգեն ճառագայթումները իրենք հանդիսանում են վնասակար օրգանիզմի համար, բայց ներկայիս աշխարհում, ներկայիս գործիքակազմը, որ ունի բժշկությունը, որոնցով այսպես ասած զինված են ռադիոլոգները, բժշկագիտության զարգացման հետ մեկտեղ զարգանում են նաև սարքավորումները, որոնք մինիմալի են փորձում հասցնել վնասակար ազդեցությունը տվյալ հետազոտության օրգանիզմի վրա ու իհարկե շատ ավելի մատչելի դարձնել հաճախակի օգտագործումը տվյալ հետազոտությունների, քանի որ իհարկե հանդիսանում են վնասակար հետազոտություններ, բայց եթե չկա փոխարինող միջոց, որով դու կարող ես ունենալ քո հարցի պատասխանը, իհարկե կատարվում է ռենտգեն հետազոտություն, կատարվում է համակարգչային շերտագրություն, օրինակ ուլտրաձայնային հետազոտությունը չի համարվում վնասակար հետազոտություն։ Հենց այս պատճառով էլ լայնորեն կիրառվում է օրինակ հղիների հղիության ընթացքի հսկման հետազոտման համար, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է հանդիսանում բացարձական վնաս հետազոտություն, այսինքն ոչ միայն այն փաստը, որ սարքերն են կատարելագործվում, բժիշկ մասնագետներն էլ փորձում են խուսափել, եթե ունես, այսինքն ընտրություն կատարել նվազ վնասակար հետազոտությունով եւ ստանալ քո հարցի պատասխանը, բնականաբար հենց այդ տարբերակն էլ դիտարկվում է որպես ընտրության տարբերակ։
Իսկապես բոլոր սարքերը օր-օրի զարգանում են, ինչպես արդեն ասացիք, բժիշկները նույնպես, աշխարհը նույնպես եւ մի քանի օր առաջ մենք խոսում էինք մեր եթերում, որ նեյրոինտերֆեյսի մասին կարող է խթանել չիպերը, որոշակի չիպերը ուղեղի աշխատանքին, նույնիսկ պարալիզացված մարդկանց կարող են քայլացնել, շարժվել եւ այլն։ Հիմա ինչ ապագա ունի ռադիոլոգիան այս տեսանկյունից։ Ռադիոլոգիան մեծ ապագա ունի իհարկե արհեստական բանականության ներդրման շնորհիվ, արհեստական բանականության ծառայեցման շնորհիվ, այսպես նաև ասենք, որովհետև ինչքան զարգանում են հետազոտությունները, ինչքան զարգանում են սարքերը, այդքան նաև պատկերների որակ, պատկերների քանակ, այս ամենն է նաև շատանում, որը պետք է շատ հստակ ու շատ ճիշտ վերլուծել։ Իհարկե, այս հարցում ռադիոլոգներին շատ մեծ օգնություն կարող է ցույց տալ հենց արհեստական բանականությունը, որոնք պատկերների ինտերպրետացիայի վերլուծության մեջ կարող են շատ մեծ դեր ունենալ։ Իհարկե ես ինքս չեմ ուզում մտածել, որ կարող եմ փոխարինել ռադիոլոգներին, արհեստական ինչպես օրինակ թերապևտներին, առհասարակ բժիշկներին չեմ ուզում։ Չեմ կարծում, որ հնարավոր է իհարկե փոխարինել մարդկային բանականությանը, բայց արհեստական բանականությունը շատ մեծ հորիզոններ ու շատ մեծ աշխատելու դաշտ է ստեղծում հենց նաև մեր համար ռադիոլոգների համար։ Մենք այսօր խոսեցինք պացիենտ, բժիշկ, այսպող հարաբերություններից, այստեղ շատ կարևոր է նաև, կարծում եմ, հոգեբանի միջամտությունը։ Այ արդյոք հիվանդանոցներում աշխատում են նաև հոգեբաններ, թե դուք ինքներդ եք միշտ փորձում պացիենտների հետ թեկուզ այդ առաջին ամենակարևոր լուրը հայտնել եւ ստանձնել այդերը, թե դրանով զբաղվում են ավելի հոգեբանները։ Ասեմ, սկզբից առաջին հարցին ձեր պատասխանեմ, կարող եմ սենց հպարտությամբ ասել, որ մեր հիվանդանոցում ֆանտաստիկ հոգեբանների թիմ է աշխատում, հարգանքներս այդ մասնագետներին ու ողջույններս, իհարկե, ֆանտաստիկ թիմ ինչ առումով, որ ամբողջ բուժման ընթացքում ամենասկզբից, լուրը լսելիս, մինչև ամենավերջին պահը, ցանկացած դժվար իրավիճակներում, որում հայտնվում են հոգեբանորեն պացիենտները, մեր հիվանդանոցում հոգեբանների թիմը կոլոսալ աշխատանք է կատարում ու շատ հետևողական ու շատ արդյունավետ հիանում եմ ուղղակի իրենց աշխատանքով, բայց իհարկե հոգեբանը չի կարող ամբողջ օրը քեզ հետ անցկացնել եւ ամեն զրույցին մասնակից լինել, հետևաբար ինքդ էլ պետք է կարողանաս տիրապետել փոքր հմտությունների, թեկուզ հոգեբանական, որպեսզի կարողանաս մարդուն, պացիենտին հայտնել եւ ցանկալի եւ անցանկալի նորությունները այնպես, որպեսզի դա ընդունելի ու ընկալելի լինի իր համար։ Իսկ կան որոշակի հետազոտություններ, որոնք պարտադիր են անցնել տարեկան մեկ անգամ, մի քանի անգամ, ռադիոլոգիական հետազոտությունների մասին է խոսքը եւ որ տարիքից սկսած։ Հենց կանխարգելում, որ ասեցինք, դրա մասին եկեք խոսենք, որ օրինակ կրծքագեղձի սկրինինգային հետազոտությունները կանանց համար, շատ կարևոր դեր կարող են ունենալ, քանի որ կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղներից մեկն է, իսկ ուղղակի կրծքագեղձի այդ սկրինինգային հետազոտությունները անցնելով բավական վաղ փուլերում հնարավոր է ախտորոշել հիվանդությունը ու բավական վաղ արդեն կազմակերպել բուժումը, որը իրենից շատ ավելի փոքրացավալ, շատ ավելի քիչ ինվազիվ ու շատ ավելի կարճ ժամանակ պահանջող միջամտություններ կենթադրի ու շատ ավելի լավ էֆեկտ կարող ենք ստանալ։ Իհարկե պարբերաբար հետազոտվելը, երբ կան այլ նաև խնդիրներ, բոլորին է խրախուսվում, էլի պահելով այն նույն մեխանիզմը, որ հնարավորինս քիչ վնասակար մեթոդների ընտրությամբ, սոնոգրաֆիաներ անցնել պարբերաբար, արդեն մեր ազգաբնակչությունն էլ, որ ասում ենք զարգանում է բժշկությունը, սարքավորումները, զարգանում է նաև բոլորն են զարգանում, այսինքն պացիենտները, որ ժամանակին շատ մեծ միֆերով կարող էին տարված լինել, բայց հիմա շատ ավելի հստակ, շատ ավելի ճիշտ հարցադրումներով, շատ ավելի ճիշտ մոտեցումներով գալիս են հենց բժշկի մոտ ու իրենք էլ արդեն կարողանում են նույնիսկ կառավարել իրենց հետազոտությունների ժամանակացույցը, թե երբ հետազոտվել, ինչ հետազոտություններ անել։ Իհարկե բժիշկների ուղղորդումով ու օգնությամբ։
Եվ որ ախտանիշներն են, որոնք չպետք է անտեսել եւ պետք է շուտ գնալ հետազոտության։ Եկեք լայն պատասխանեմ այս հարցին, որովհետեւ կոնկրետ ինչ-որ պաթոլոգիա չենք քննարկում։ Ցանկացած դեպքում, երբ ունեք թուլություն, վատառողջ եք ձեզ զգում, ցանկացած փոփոխություն եք զգում ձեր օրգանիզմում, որը սովոր չէր ձեզ համար ու նոր է առաջացել, շատ ընդհանրական եմ պատասխանում, բայց կրկնեմ էլի կոնկրետ ինչ-որ պաթոլոգիայի մասին չենք խոսում։ Ճիշտ կլինի միշտ դիմեք բժիշկների, թերապևտների, այնուհետև նեղ մասնագետների, եթե կարիքը կլինի, հավատացեք ինքնաբուժությամբ զբաղվելը, հարևանների, բարեկամների, ձեր սրտացավ մարդկանց խորհուրդները լսելը ոչ միշտ է, որ կարող է ձեզ օգնել, ոչ միշտ է, որ դուք կկարողանաք գտնել համացանցում այն ճիշտ նյութերը, ճիշտ ինֆորմացիան, որը ձեզ կօգնի ու ճիշտ ուղու վրա կդնի, հա, ձեր բուժման, այնպես որ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, մի լսեք այո, որովհետև ճիշտ հարցադրումներ չեմ կարծում, որ լրիվ մասնագիտական կարողանան կատարել, հա, մարդիկ, ովքեր մասնագետ չեն, ուստի պարտավորել չեն իրենք ճիշտ հարցադրումներ անել։ Դրա համար շատ ճիշտ է միշտ դիմել բժշկի, միշտ լինել բժշկի հետ կապի մեջ եւ իհարկե առողջությունից թանկ բան չկա։ Առողջությանը խնամել, ձեր առողջությանը խնամել, վերաբերվել այնպես, ինչպես ամենակարևոր բանի։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ շնորհավոր ռադիոլոգների օրը։ Շատ շնորհակալ եմ, ես եմ շնորհավորում։ Ես որ մեր հյուրներ առողջապահության նախարարության Յոլիան Արյունաբանության եւ Ռուցկաբանության կենտրոնի գործիքային ախտորոշման բաժնի ղեկավար Մարտին Նուբարյանը։ Եվս մեկ անգամ շնորհակալություն։ Մենք ակցենք առաջ, այո, խոսում ենք առողջությունից, նաեւ շատ կարեւոր է առողջ ապրելակերպը, առողջ սնունդը եւ սպորտով զբաղվելը։ Հենց դա է պատճառը, որ ամեն առավոտ մեզ հյուր է գալիս Մանոն եւ փորձում է մեզ ներկայացնել ամենակարևորը, ինչպես է պետք ճիշտ ապրել, ինչ կապ կա քնելու ու նիհարելու միջև։ Պարզվում է կա այդպիսի կապ ու այն էլ բավականին ամուր կապ։ Մարզիկ սննդաբան բոդիբիլդեր Մանո Բրուտյանն իր արժեքավոր խորհուրդներով հենց հիմա միանում է մեզ Շանթի եթերում։ Բարի լույս իմ սիրելի ժողովուրդ, հույսով եմ որ բոլոր դեր լավ քնել եք, առավոտը զարթնել եք, ձեր նախաճաշը անել եք եւ հիմա նայում եք ինձ, եկեք ստանանք այսօրվա հարցը ու գնանք առաջ։ Մանո, քնելը որքանով կապ ունի նիհարելու հետ։ Նայեք, քնելը շատ կարևոր գործոն է։ Այսինքն մենք պետք է արդեն 11-ին մտնենք մահճակալ, 12-ին պետք է խորը քնած լինենք ու բարդատիր 7-ից 8 ժամ։ Սկսենք ինչի, սկզբից։ Մենք արդեն երբ որ 12-ի խորը քնած ենք լինում, մեր մոտ մի հատ հորմոն կա, որ արտադրվում է, կոչվում է growth hormone, okay, աճի հորմոնը։ Դա ինքն է կառավարում մեր ամբողջ մարմինը։ Մենք դրանով ենք մեծանում, այսինքն մինչև 21-22 տարեկան այդ հորմոնն է մեր մեջ բարձր լինում, այդ դրանով աճում ենք։ Ինքը մեր մարմնի վերագանքումը, մեր մազերի, մեր աչքերի, ինքը աշխատում է բոլոր ամեն ինչի վրա, okay։ So փորձեք այդ խեղճին բարձր պահել, որովհետեւ վերագանքվեք եւ նույնպես ինքը աշխատում է քո ջարբի վրա, սարքում է էներգիա, դարձած է քո մարմին, որովհետեւ գիշերը քո մարմինը իր օրվա ստացած ստրեսներից վերագանքնվի, okay։ Ինքը շատ կարևոր գործոն է։ Դա մեկ։ Երկրորդը, ինձ ասել ես դες գիշերը չեմ դառնում քնել, քունս չի դառնում։ Իհարկե դա էլ ունի պատճառներ։ Առաջինը ինչա՞, հեռախոսը։ Քնելուց մի ժամ առաջ այդ հեռախոսը շբրդեք մի կողմի վրա։ Ընդհանրապես սկսեք մի քիչ լույսերը ցածրացնել, շատ ուժեղ լույս չլինի ներսը։ Կարակ դնեք թեթև երաշտյուն, դանդաղ, կարա լինի մի հատ թեյեր, բուսաթեյ, ինչ-որ մի բան։ Գիշերը խմեք, հանգստանաք ու պատրաստվեք քնելուն, okay։ Մարդիկ երկան որ իրանց մոտ տենց է ստացվում, հերում են դուրսը մակրոտին, չգիտեմ, կես ժամ քայլում են եւ ստացվում է իրանց մոտ ավելի հեշտ քնելը։ So մի ժամ առաջ դու պատրաստվիր քնելուն, okay։ Քնեցինք, հասկացանք, հորմոնը բարձրացավ, առավոտը զարթնեցինք, ավելի արույգ, okay։ Հիմա ասել ես լավ գործոնը։ Եթե դու չի քնեցիր գիշերը նորմալ, քո 8 ժամը չի քնեցիր, առավոտը զարթնելու ես, քո մարմին ստրես է ապրում։ Այսինքն, քեզանից անընդհատ շաքար ուզելու։ Քաղցր դուր ինձ, քեզ ասել եմ քաղցր դուր։ Իրան պետք է արագ էներգիա, որովհետեւ ստանա, որովհետեւ մարմին չի վերագանքվի։ So, այդ քեզ գալիս է երկրորդ հարցի պատասխանը, եւ որ ասում ես իմ մարմինը քաղցր է ուզում։ Պատճառներից մեկը քնելը։ Քնիր, որովհետեւ քո մարմինը քեզանից շաքար չուզի։ Okay։ Երկրորդը ասելու ես քաշս էլի բարձրանում է, ասեմ ինչ համար։ Երբ որ չես քնում նորմալ քո 8 ժամը,
քո մարմինդ ավելորդ ջրերը ստում են բայել, եւ որ ինձ ասում ես արդեն այդուցվում եմ։ Մարմինդ օդից չի այդուցվում։ Մարմինը մեզանից խելացի է, ինքը գիտի երբ ինչ պետք է անի։ Okay։ Եկեք ճիշտ կանգնես խաղը, քնենք մեր 8 ժամը, մնանք Մանոյի հետ, կտեսնենք հաջորդին։ Իմացանք նաև խորհուրդներ Մանոյից, հիմա ժամանակն է, որպեսզի գնանք երաժշտություն լսելու։ Այժմ ժամանակն է, որպեսզի ունենանք ևս մեկ գովազդային դադար մեր եթերում։ Մենք վերադարձանք եւ շարունակում ենք մեր եթերը։ Այսօր հզոր գեոմագնիսական փոթորիկների օր է, ինչպես ասացինք, եւ իհարկե մեր եթերում տիեզերական մեկ այլ բան էլ պետք է լիներ, բացի երաժշտությունից։ Գիտություն շարքում այսօր կպատմենք տիեզերական քարերի մասին։ Գնանք դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Գովազդ Շանթի եթերում։ Կարճ գովազդային դադարից հետո վերադարձանք եւ վստահ եմ, որ հիշում եք մեր այն հատվածը, երբ մենք ներկայացնում ենք ազգային նվագարանները։ Այս անգամ խոսելու ենք Մեշացիելի զուռնայի մասին, մի գործիք, առանց որի երաժշտությունը հայկական ուղղակի չէր լինի, այն ինչ ունենք այսօր։ Քանի որ խոսեցինք հայկական երաժշտական գործիքի մասին, ասենք, որ Սևակ Ամրոյանը, Անդրեն, Սյուզաննա Մելքոնյանը, Սուրեն Արուստամյանը, ազգային երգիչ 2 նախագծից Անի Խարատյանը, Սամվել Մալոյանը, հայ սուպերստար 6-ի ֆինալիստներ Մարիամ Ավոյանը, Արեգ Գալստյանը եւ Մինասը, երաժիշտ Արմեն Ձամուկաշվիլիի հետ միասին դեկտեմբերի 19-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայտնի Ալեքս համերգասրահում հայկական ազգային եւ ժողովրդական երգերի նորովի ներկայացմամբ անմոռանալի պահեր կպարգևեն հանդիսատեսին երկար սպասված համերգի շրջանակներում։ Տոմսերը կարող եք ձեռք բերել on-line Ticket.me կայքից կամ զանգահարեք 818 265 0506 հեռախոսահամարով։ Բաց մի թողեք այս հնարավորությունը ներկա գտնվելու այս հիանալի համերգին։ Իդեպ պետք է ասենք, ընդամենը օրեր առաջ Համալիրում շատ գեղեցիկ համերգ եղավ, որտեղ հենց այս արտիստները իսկապես հիանալի ելույթ ունեցան, բոլորը ոգևորված էին։ Այո, Շանթի բազմաթիվ այլ արտիստներ եւս, իսկ հիմա մեր Ամերիկայի հայրենակիցները եւս ունեն հնարավորություն նրանց վայելելու նրանց կատարումները կենթանի այն էլ։ Այնպես որ բաց մի թողեք այս հնարավորությունը։ Իհարկե, իսկ այսօրվա համար մենք նախատեսել էինք այսքանը, ձեզ մաղթում ենք հաճելի դրական օրվա շարունակություն։ Իսկ դուք շարունակեք մնալ Շանթի եթերում, քանի որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Կհանդիպենք երկուշաբթի մյուս աշխատանքային օրը։ Տեսություն։